Բարի լույս, ժողովուրդ ջան, ինչքան կարևոր է առողջությունը առհասարակ մարդու կյանքում։ Եթե որևիցե միտեղ մեր մոտ մարմնի վրա ցավում է, մենք միանգամից դիմում ենք բժշկի, որտեղ հասկանում ենք, որ եթե թողնենք, ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում։ Առհասարակ թեթև գլխացավի դեպքում անմիջապես տեղահապ ընդունել, ատամացավի դեպքում եւ ընդհանրապես առողջությանը մենք փորձում ենք հետևել։ Ինչու որտեղ հասկանում ենք, որ այդ առողջությունը մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք մեր կյանքը ճիշտ կազմակերպել։ Բայց այստեղից հարց է առաջանում. ի՞նչն է պատճառը, որ մենք չենք ուզում հետևել մեր հոգևոր առողջությանը։ Եթե մենք ընդունում ենք, որ մարդը միայն մարմին չէ, այլ հոգուց է կազմված, հոգի եւ մարմին միասին են, եւ կենդանությունը հոգու մեջ է, այդ դեպքում սիրելիներս մենք անփութորեն ենք վերաբերում մեր հոգուն, որովհետեւ հոգին հիվանդ լինելով մենք անտեսում ենք իրեն եւ թողնում ենք, որ ավելի ծանրանա այդ հիվանդությունը հոգու վրա։ Այդ պայն չենք զգում թերևս հիվանդությունը, բայց անցնում է ժամանակ եւ մի ուրիշ առիթով, մի ուրիշ տեղ այդ հոգու հիվանդության արդյունքում կանգնում ենք ինչ-որ փաստի առաջ եւ սկսում ենք փնտրել, մտածել, հասկանալու համար, թե ինչն էր պատճառը, որ մենք այսպես եղանք։ Եվ կան մարդիկ, որ մինչև վերջ չեն էլ գտնի պատճառը, որովհետեւ հոգևոր կյանքով չեն ապրում։ Խոսքս ինչի մասին է։ Այսօր ճանապարհին սիրելիներս մտածում եմ, որ հոգևոր առողջությանը պետք է լավ ուշադրություն դարձնել։ Հոգևոր առողջությունը դա հոգու մաքրությունն է, հոգու խաղաղությունն է, հանգստությունն է։ Հոգևոր առողջությունը նախ եւ առաջ Աստծո խոսքի ներկայությունն է մարդու կյանքի մեջ։ Իսկ մենք Աստվածաշունչ կարդում ենք արդյոք, Սուրբ Գիրքը մեր ձեռքը վերցնում ենք արդյոք։ Պետք է յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հարցնի։ Հոգու առողջությունը եկեղեցականացված լինելն է, եկեղեցու արարողությունների, խորհուրդներին մասնակցելն է։ Վերջիվերջո հոգու առողջության գագաթնակետը Սուրբ հաղորդություն ստանալն է, Տիրոջ մարմնի եւ արյան հետ հաղորդվելն է։ Ուրեմն սիրելիներս, մաղթում եմ, որ անդրադառնանք մեր հոգևոր առողջությանը։ Առողջ պահեք ձեր հոգին, սիրելիներս, հետևեք ձեր հոգևոր առողջությանը։ Երբեմն անդրադարձեք ձեր հոգու կարգավիճակին, ինչպես կասել առաքյալը, հասկանալու համար նույն հավատքի մեջ եք, թե ոչ։ Եվ վստահ եղեք, եթե հոգին առողջ է, մարմինը առավել լավ կծառայի ճիշտ ու բարի նպատակների։ Բարի օր ձեզ, Աստված օրհնի բոլորիդ։